Մենք չենք ընդունի զինադադար, մենք պահանջում ենք պատերազմի ամբողջական ավարտ։ Ալ Ջազիրային տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նա նշել է, որ շարունակում է ուղերձներ ստանալ Միացյալ Նահանգների բանագնաց Սթիվ Ուիթքոֆից, սակայն դա չի նշանակում, որ մենք բանակցում ենք։ Ուղերձները ներառում են նախազգուշացումներ եւ տեսակետների փոխանակում։ Իրանում Ռուսաստանի դեսպանն ասել է, թե որտեղ է գտնվում Իրանի նոր գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին։ Նա գտնվում է Իսլամական Հանրապետությունում, բայց հանրության առաջ չի հայտնվում։ Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ կարծում է Իրանի նոր առաջնորդը կամ ծանր վիրավոր է, կամ մահացած։ Եթե վառելիք չունեք Հորմուզի նեղուցի փակ լինելու պատճառով, ապա քաջություն հավաքեք, գնացեք նեղուց եւ վերցրեք այն, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, կրկին հիշեցնելով եվրոպական երկրներին, որ նրանք չեն օգնել իրեն Իրանի դեմ պատերազմում։ Դուք պետք է սկսեք սովորել պայքարել ինքներդ ձեզ համար։ ԱՄՆ-ն այլևս ձեզ չի օգնելու, ինչպես դուք չօգնեցիք մեզ։ Իրանը ըստ էության ջախջախված է, ամենաբարդն արդեն անցյալում է։ Գնացեք ու ձեր սեփական նավթը ձեռք բերեք, գրել է նա սոցցանցում։ Միացյալ Նահանգները կվերանայի ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն Իրանի հետ պատերազմից հետո, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ալ Ջազիրա հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ՆԱՏՕ-ի դաշնակիցների պահվածքն Իրանի դեմ պատերազմին աջակցելու հարցում շատ հիասթափեցնող էր, եւ Վաշինգտոնը կվերանայի դաշինքի հետ իր հարաբերությունները ռազմական գործողության ավարտից հետո, ասել է նա։ Միացյալ Նահանգները սպառնում է ուժով լուծել Հորմուզի նեղուցի հարցը, հուսով եմ դա կհաջողվի, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Իրանը պետք է զրկվի այս լծակից, հավելել է նա։ Իսրայելի պաշտպանության բանակը պլանավորում է ընդլայնել վերահսկողության գոտին Լիբանանի հարավում։ Գործողության ավարտին մեր բանակը կտեղակայվի Լիբանանի տարածքում գտնվող անվտանգության գոտում հակատանկային հրթիռներից պաշտպանական գծի երկայնքով եւ վերահսկողություն կպահպանի ամբողջ տարածքում, մինչեւ Լիտանի գետը, ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։ Իսպանիան դատապարտել է պաղեստինցիների նկատմամբ մահապատժի կիրառումը, որն ընդունել է Իսրայելի խորհրդարանը։ Սա ասիմետրիկ միջոց է, որը չի կիրառվելու նույն հանցագործությունները կատարած իսրայելցիների նկատմամբ։ Սա արդարադատություն չէ, սա եւս մի քայլ է դեպի մարդկության դեմ ուղղված հանցագործություն, հայտարարել է վարչապետ Պեդրո Սանչեսը։ Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանն ընդունել է իսրայելցիների սպանության համար դատապարտված պաղեստինցիներին մահապատժի ենթարկելը թույլատրող օրենք։ You know, in my career, I've recorded a lot of birthday messages. Լավ լուր մշակութասերների համար կանադացի երգչուհի Սելին Դիոնը տարիներ անց վերադառնում է բեմ։ 2022-ին երգչուհու մոտ ախտորոշվել էր մկանային կաշկանդվածության համախտանիշ, որն աստում է նրա ձայնի եւ երգելու ունակության վրա։ Դիոնը բեմ վերադառնալու մասին հայտարարել է մարտի 30-ին իր 58-ամյակին։ Փարիզում նախատեսված է 10 համերգ, որոնք տեղի կունենան սեպտեմբերին եւ հոկտեմբերին։ Ես կրկին երգում եմ, նույնիսկ մի փոքր պարում, հայտարարել է երգչուհին։ Իր պատմության մեջ առաջին անգամ Եվրատեսիլը սկսում է մրցույթի ասիական տարբերակը։ 10 երկիր արդեն հայտարարել է իր մասնակցության մասին, իսկ եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերին Թայլանդում։ Մրցույթը կհեռարձակվի մասնակից երկրների հեռուստաալիքներով, սակայն գլխավոր հեռարձակողը կլինի Թայլանդի Channel 3-ը, որը նոյեմբերի 14-ին կհյուրընկալի եզրափակիչը Բանգկոկում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։